Իրության կոչեր անել, պատերազմի դեպքում մասնակցություն ունենալու կոչեր անել։ Հայրենասիրության կոչերը չեն արում։ Չէ, ինչու անում են, երգեր են գրում, արիտուն, սփյուռքից մարդիկ են կանչում, անում են։ Այստեղ ինձ համար տարօրինակը որն է, լավ, իշխանությունը չունի բավարար ինտելեկտուալ մարդկային ռեսուրսներ, որպեսզի պատկերացնել նման իրավիճակ։ Խնդիրը միայն արտաքին քաղաքականությունը չէ, խնդիրը նաև ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է, որ ասենք իմ կարծիքով բավականին վատ վիճակում ենք, եթե մեղմ ձևակերպումներ տանք, ԱՊՀ տարածաշրջանում ամենաառաջին տեղն ենք տնտեսական անկման ցուցանիշներով, տնտեսական արտիչ ցուցանիշներով ամենավերջին տեղն ենք, այստեղ մի քիչ պետք է կանխատեսել, չէ, 2 տարվա կտրվածքով։ Դիպման չեն արել, թե Ես արդեն ասացի, ժառանգությունը անցած տարվա կեսերից, երևի սեպտեմբեր ամսից արդեն սկսած, ամեն քառորյայում վարչապետին կամ կառավարության որևէ անդամի հարց է ուղղում գնաճի, գների բարձրացման, մարդկանց սոցիալական բեռի ավելացման եւ այլնի կապակցությամբ։ Ամենավերջին հարցման ընթացքում, երբ իմ գործընկեր Ամեն Մարտիրոսյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչպես է ժողովուրդը դիմանալու այս վիճակում, պատասխանեց, որ իրենք ծրագիր են մշակում ներկայացնել նախագահին։ Եվ երեք Ավետիս տրվեց մեզ բոլորիս, որ նոյեմբեր թե հոկտեմբեր ամիսներից 11%-ով բարձրանալու են ուրեմն նպաստները, թոշակները եւ այլն, այսինքն մարդկանց գրեթե ասում են, որ հաց մի կերեք մինչեւ նոյեմբեր, ոչինչ գազ մի վառեք, ոչինչ որ գազը 40%-ով թանկացել է եւ սա ուղղակի անպատկերացնելի բան է աշխարհի որևէ երկրում նման կառավարություն, նման իշխանություն չէր կարող հանդուրժվել։ Ավելին անցած տարի ճգնաժամի անվան տակ Հայաստանի Հանրապետությունը միլիոնավոր դոլարներ վարկեր վերցրեց։ Մենք նորից անցած տարի ժառանգությունով բազմիցս բարձրացրեցինք, ինչպես են տնօրինում այդ վարկերը։ Եթե այդ վարկերը մարելու է ժողովուրդը, սերունդները, իրենց հարկերի, իրենց մուծումների միջոցով, այդ դեպքում մարդկանց սոցիալական բեռը թեթևացրեք, օգնեք մարդկանց գործարարությամբ, միջին եւ փոքր բիզնեսով զբաղվելու եւ իրենց գլուխը պահելու հարցերում։ Ոչինչ չարվեց, ստեղծեց կառավարությունում ինչ-որ մի խումբ եւ դրա արդյունքում մենք հանկարծ իմանում ենք Glendale Hills-ին պետական երաշխիքներով հսկայական միջոցներ են տվել Glendale Hills-ին, որը Երևանի կենտրոնը ամայացրեց եւ անմարդաբնակ շենքեր կառուցեց մարդկանց ողբերգությունների հաշվին, հնարավորություն են տվել Գյումրիում, Աղետի գոտում շենքեր կառուցել, Քաջարանին, Ագարակին, Ղանձամոլիբդենային գործան, այսինքն ձեռնարկություններ, որոնք տարիներ շարունակ պետական հովանավորությամբ ուղղակի կներեք գերշահույթներ են ապահովել, մարդկանց հարստահարել են, ոտնահարելով նրանց իրավունքը։ Եվ այսօր պարզվում է, որ մեր այս ճգնաժամի պայմաններում ամենախոցելի խավը, ամենահոգացության արժանի խավը հենց այդ կազմակերպություններն են, որոնք ի վիճակի չեն դիմակայելու գլոբալ տնտեսական ճգնաժամին։ Դուք նշում եք, որ այս տնտեսական իրավիճակը աստիճանաբար ենք հասել, միանգամից չեղավ։ Այս իդեպ մենք կարծում ենք անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանը որքան էր հարցազրույցներով փորձի ներկայացնել, թե իր պաշտոնավարման շրջանում այսօրվա տնտեսական ճաշը, այսօրվա սոցիալ-տնտեսական ճաշը, որ հասարակությունը ուղղակի ուտում է արդեն, եփվել է այն ժամանակ, երբ փուչիկներով կառուցվեց Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, կապիտալ շինարարությունը ընտրվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, պետությունը դարձավ սաբաբ մարդկանց ձեռից ամեն ինչ խլելու եւ շինարարությունը այդ կազմակերպություններին հանձնելու եւ կներեք շինարարությունը հայտնի է որպես փողերի լվացման բավականին հաջող ոլորտ եւ այդպես ուռճացվեց եւ հիմա պարզվեց իրականում ոչ թե որ այդ կազմակերպությունները հոգացության առարկա ունեն կամ խոցելի են դարձել, այլ պարզվեց որ այդ կազմակերպությունները կարող են կորցնել ամեն ինչ եւ ընդհանրապես այս ճգնաժամի ժամանակ կառավարությունը եւ իշխանությունը թքած ունենալով մարդկանց խնդիրների վրա ուղղակի փրկեցին բիզնեսը որպեսզի այդ շինարարությունները ավարտին հասցրեն, այլապես եթե նրանք կանգնեին, ապա դա մեծ վնասներ էր պատճառելու եւ դրա պատահական չէ որ Glendale Hills-ն է իրականացնում։ Իդեպ պիտի տեղեկացնեմ գյումրեցիներին, որ մենք կառավարության հարցապնդում ենք ուղարկել
Աղետի գոտում 2009 թվականի կառավարության ծրագրի իրականացման վերահսկողության նպատակով մենք պահանջել ենք, որպեսզի մեծ տրամադրեն տվյալներ, թե ինչու այդ ծրագիրը չի կատարվել, ինչու այդ ծրագրի արդյունքում կառուցվեցին վատորակ բնակարաններ եւ ստիպված եղավ կառավարությունը բնակարանների հանձնման գործընթացը հանձնել։ Մենք Գյումրիից ունենք բազմաթիվ անհատական բողոքներ եւ դիմումներ եւ վկայություններ, որ կառուցված բնակարանները պարզապես լրջագույն խոտաններով եւ ուրեմն թերացումներով են շահագործման հանձնվել, պատուհաններից սկսած վերջացած դռներով եւ ամեն ինչով, եւ այդ դեպքում ինչու պետք է Glendale Hills-ը այդ ում անվան հետ է կապված ներքին կամ նախկին պաշտոնյա, նախկին կամ ներկա պաշտոնյա, որ նրան պիտի վերապահվեր Գյումրիում աղետի գոտում շինարարության եւ բնակարաններ շահագործելու հարցը, ովքեր են պատասխանատվության ենթարկվել այս թերացումների համար։ Այս հարցերի պատասխանը ես կարծում եմ մենք առաջիկա նիստի ընթացքում կստանանք եւ կարծում եմ նաեւ լրատվամիջոցներով հասու կդարձնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ կարծում եմ շիրակցիներին, ովքեր գոնե շահագրգռված են կամ հետաքրքրված են, թե վերջի մի օր երբ են իրենք դուրս գալու տնակներից եւ ապրելու մարդավայել։ Այստեղ խոսք գնանք Ռոբերտ Քոչարյանի մասին, դուք ինչպես եք գնահատում նրա ակտիվացումը։ Դե հարցազրույց է։ Ես կարծում եմ հիմա որևէ մեկը չպետք է պատասխանի Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի հետ հայ հասարակությունը երկխոսության խնդիր չունի եւ քաղաքական ուժերը։ Ռոբերտ Քոչարյանի հետ պետք է երկխոսեն իրավապահ մարմինները մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի եւ այլ օջրագործությունների հարցով։ Եթե հիմա քաղաքական որոշ գործիչներ պատասխանում են նրանք ուղղակի նրան ներգրավում են քաղաքական համակարգում։ Այդ մարդը երբեք չի եղել քաղաքական դեմք, այդ մարդը երբեք չի եղել քաղաքական ֆիգուր, որքան էլ զբաղեցրել է նախագահի պաշտոն եւ հետեւաբար նրան քաղաքական համակարգ բերել ուղղակի անթույլատրելի է։ Շնորհակալություն, այժմ Գովազդն էր եթերում, Գովազդից հետո կվերադառնանք, Գովազդն արկել է հեռուստատիտողներ։ Հետաքրքիր նորույթ Մելիքովիչ եւ որդիներ ձեռնարկության Melprov ընկերությունից ապարիկ վաճառք 0% տոկոսադրույքով։ Տարբեր բարդության եւ ցանկացած տեսակի խճանկարային վիտրաժներ եւ վիտրաժային առաստաղներ մատչելի գներով։ Ընդունվում են եվրոդռների ու պատուհանների գունավոր ապակիների, հայելիների, ապակյա վիտրաժների պատրաստման պատվերներ։ Եվրոդռները եւ պատուհանները պատրաստվում են գերմանական հումքով, երկշերտ, երաշերտ ապակիներով եւ 1/8 գազով։ Պատվերի հեռախոս 4 2046 094 11 8815։ Հասցեն Տերյան 112 Ստամբուլ կոչվող շուկայի սկզբնամաս։ Melprov գին եւ ուրակ բարձր ճաշակ։ Օգտվեք Գարեգին նժդեվեցածում գործող քիմակրման եւ լվացքատան ծառայությունից եւ դուք կգտնեք մաքրության ձեր հուսալի ընկերոջը։ Վերարկուների, կոստյումների, դուբլոնկաների եւ վարագույրների որակյալ մաքրում։ Համոզվելու համար այցելեք կամ զանգահարեք 34039 099 115 111 մաքրության հիանալի զգացում։